2025 թվականը Հայաստանի իշխանությունների գնահատմամբ նշանավորվել է խաղաղության գործընթացում առաջընթացով։ Վարչապետ Փաշինյանը քննարկում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, նպատակ ունենալով ընդգծել 2026 թվականի անելիքները։ Պրոցեսները ցույց են տալիս, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են, այսօր առավոտյան արդեն առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին, 3 արտաքին գործերի նախարարի և պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIP նախագծի իրագործման շրջանակի մասին է, բայց ես ընդհանուր առմամբ ուզում եմ բոլորիս շնորհավորել և մեր տարածաշրջանին շնորհավորել և նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և խաղաղության ինստիտուցիոնալացման բոլոր կողմնակիցներին շնորհավորել։ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները ձեռք բերում է տարածաշրջանի համար, որում մեծ դեր ունի Միացյալ Նահանգները, ընդգծում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Եթե մենք այդ որոշումները չկայացնեինք, ես նույնիսկ չեմ փորձի նկարագրել, թե 2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ ընդհանրապես մեր տարածաշրջանում, չեմ ասում Հայաստանի Հանրապետությունում, բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ-քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է։ Վարչապետի համոզմամբ Հայաստանը հիմա այնպիսի առաջընթաց է գրանցում, որն անգամ հնարավոր չէր ենթադրել։ Նրա խոսքով վառ օրինակներից է նավթամթերքի ներմուծումը Ադրբեջանից Հայաստան։ Երբ որ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով, և մենք ենթադրում էինք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ, և դա տեղի ունեցավ, կարծում եմ, շատ ավելի վաղ, քան Հայաստանի և միջազգային հանրությունը սպասում էին։ Երեկ տեսա տենց էլի բենզինի համար եռաբլուրը մոռացաք, ես մոռացաք, եմ մոռացաք։ Ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նոր ռազմավարական փաստաթուղթը նոր հնարավորություն է երկու երկրների հարաբերությունների համար։ Այս մասին իր խոսքում առանձնացնում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին։ Ես կցանկանայի ընդգծել մի քանի բան, որոնք ձեռք են բերվել վերջին 2 ամիսների ընթացքում։ Առաջինն այն է, որ մենք ունենք բանակցված մի քանի համաձայնագրեր, որոնք կբերեն լրացուցիչ համագործակցություններ մեր երկու երկրների համար։ Բացի դա, մենք սատարել և հանել ենք արտահանման լիցենզիաներ բարձր տեխնոլոգիաների համար։ Անվտանգային իմաստով մենք կարողացանք նոր զորավարժություններ անցկացնել Հայաստանում, ինչը ևս ձեռքբերում է։ 2026 թվականը նոր ձեռքբերումների տարի է լինելու, նշում է Փաշինյանը։ Հայաստան-Իրան սահմանին ԵՄ-ի համագործակցությամբ նոր մաքսային անցակետ է կառուցվում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են զարգանալու։ Ես չեմ ուզում, որ առաջ անցնեմ, բայց ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու։ Ակնհայտ է, ես գիտեք ինչ, որ դանդաղ են գործում, նաև Հայաստանի կառավարության համար եմ ասում, ինչն է պատճառը, որ մենք այդպես միշտ հոռետեսության կանխավարկածով ենք լինում, ասում ենք դե թող հլը տեսնենք լինում է, չի լինում, դե երբ որ կլինի դրանից հետո արդեն կսկսենք նախապատրաստվել։ Ես կարծում եմ մի քիչ մենք այս վերաբերմունքն էլ պիտի փոխենք եւ Եվրամիության հետ, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետքա կառուցվեն, առնվազն մարգարայում կամուրջ
պետքա կառուցվի, Ախուրիկում կամուրջ պետքա կառուցվի։ Ձեռքբերումներն արագ գրանցելու եւ միջազգային շուկայում առաջընթաց ունենալուն խանգարում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը, նշում է Փաշինյանը։ Այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար անհրաժեշտ կենսական իրողությունների եւ իրադրությունների ստեղծումը եւ նաեւ այդ էր որ պատճառը, որը լեգիտիմ որոշում էր, մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին։ Եվրամիությունը մշտապես Հայաստանի կողքին է։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը վստահ է, համատեղ ջանքերով կկարողանան Հայաստան-Թուրքիա սահմանն ապաշրջափակել։ Ես ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան Եվրամիության հետ մաքսային միության անդամ է եւ մենք առանձնակի պարտավորություն ունենք միասին աշխատելու։ Հիմա մենք աշխատում ենք բյուջեի մշակման վրա եւ ուզում եմ ընդգծել, որ այս բարեփոխումների համար կարևոր ներդրումներ են պետք ոչ միայն կառավարության, այլ նաեւ անկախ կառույցների կողմից։ Քննարկման առանցքում խաղաղության գործընթացի ամրապնդումն էր եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր փուլը։ Շողեր Ղլիջյան, Արմալուր։